Ռուսաստանից ստեղծված ճգնաժամը եղած թեկնածուներից ով ավելի լավ կկարգավորի։ Այդ երեքն էլ կարող են լավացնել։ Երեքն ովքեր են։ Գագիկ Ծառուկյան, Քոչարյան, Սամվել Կարապետյան, երեքն էլ կարող են այդ հարցերը կարգավորել։ Ով կարա այն որ այն մարդը որ կարենա նրանց հետ լեզու գտնի։ Ու ես լավ տեղյակ եմ Սամվել Կարա, ես իր քաղաքականություն մտնելը անսպասելի էր, գիտեք ինչից հետո սկսվեց, հա, եթե դուք հիմա գնաք Տաշիր, չգիտեմ եղել եք Տաշիր թե չէ, եթե նա որևէ քաղաք է հիշեցնում, այդ լրիվ Սամվել Կարապետյանն է։ Նա այն մարդն է, որ ինչ ասեց անելու է։ Մի 5 տարի եթե մնաց, Հայաստանին պլյուս է լինելու, դա 100%։ Հասկանում ես չեմ ասում ինչ որ բաներ, ու ինքն էլ ասեմ դժվար ալնելու, որովհետև երկիրը այն վիճակի է, որ սարսափելի է վիճակը։ Ինչ նպատակ դրեց ինքը ավարտելու այդպես բնավորություն ունի։ Ասենք մի բան որ ուզեց սարքի, ասենք ինչքան ծննդատներ է սարքի Հայաստանում, երևի գյուղ չկա, որ մի բան արած չլինի, ծննդատներ, դպրոցներ, Երևանում ինչեր արեն, դե այգի է, բան արե, կրկեսի շենքը, տարածաշրջանում այդպես Անով չկա էլի, գիտեք, Տաշիր արենա է կոչվում, այդ լրիվ ինքն իր միջոցներով, պետական ոչ մի բան, ուրիշ բաներ էլ Երևանում տեսնում եք էլի։ Այո, ինքը երիտասարդ է, ինքը բան չի, ու այդ բանով ինքը ստիպված է մտե, ու դա իր համար ինչ որ պատվի հարց է համել։ Ես կարծում եմ, որ դրական կլինի իր այսօր քաղաքականություն մտնելը, գոնե ասենք կդադարեցվի այս գոնե կանգնեցվի այս քայքայումը։ Սամվել Կարապետյանը Հայաստանի համար ինչքան բան կարողություններ ա ներդրել, կարողություններ, սարսափելի կարողություններ։ Սամվել ես մենակ գիտեմ, թե բիզնեսներ ունի։ Շատ հայերի օգուտացվեց։ Ես վերջերն եմ տելևիզորը ցույց են տալի, այս ժամանակ եմ իրան տեսել, ասել են Սամվել Կարապետյան։